Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 173 միլիարդ 546 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 580 միլիարդ 256 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 141 միլիարդ 12 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ 244 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 366 միլիարդ 204 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 32 միլիարդ 534 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 333 միլիարդ 670 միլիոն դրամ։ Այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.23 մետր։ Արփա Սևան ջրատարով լիճ է տեղափոխվել 120 միլիոն խորանարդ մետր ջուր։ 2024-ի համեմատությամբ 64 միլիոն խորանարդ մետրով պակաս։ Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Շարունակվում են լճի մոնիթորինգի տվյալների ճշգրտման աշխատանքները։ Առափնյա գոտում տեղադրվել է 1 ավտոմատ օդերևութաբանական կայան։ Արդիականացվել են ավազանի 2 հիդրոլոգիական դիտակետերը։ Կենսապաշարի կայուն օգտագործման նպատակով 2025-ին սահմանվել է Սիգի արդյունագործական որսի 1123 տոննա չափաքանակ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 436 տոննայով։ Փաստացի որսացվել է 1103 տոննա։ Վճարվել է շուրջ 72.5 միլիոն դրամ բնօգտագործման վճար, ինչը 14.4%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, ասաց նա։ Վերանայվել են կենդանական աշխարհի օբյեկտների վճարների դրույքաչափերը։ Ըստ այդմ 2026-ին դրանք բարձրացվել են մոտ 2 անգամ, իսկ Սիգի 1 կիլոգրամի համար մոտ 3 անգամ, մինչև 200 դրամ նախկին 60 դրամի փոխարեն։ Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կոնյակ արտադրող տնտեսվարողների աջակցության ծրագիրը եւ դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը։ 2025 թվականի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունից շշալցված կոնյակի արտահանման ծավալը նվազել է մոտ 5.4 միլիոն բացարձակ լիտրով կամ մոտ 28%-ով։ Մյուս կողմից 2025 թվականի ապրիլի 17-ից սկսած Վրաստանի մաքսային ծառայությունը կանգնեցնում է հայկական ընկերությունների Վրաստանով տարանցվող շշալցված կոնյակ տեղափոխող բեռնատարները արտահանվող կոնյակի նմուշների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու պատրվակով։ Բեռնատարներում արկա յուրաքանչյուր տեսականուց փորձաքննության նպատակով վերցվում է 5-ական շիշ նմուշ, իսկ բեռնատարները տեղափոխվում են Գեզի մաքսային տերմինալ, որտեղ կանգնում են 10 օրից մինչև 49 օր, իսկ միջին օրական կուտակումները կազմում են 150 եւ ավելի բեռնատար։ Տերմինալում կանգնելու ժամանակահատվածում տնտեսվարողների համար առաջանում են լրացուցիչ ծախսեր։ Մեկ օրվա կտրվածքով մոտ 100 ԱՄՆ դոլար վճարվում է բեռնափոխադրող կազմակերպությանը։ Չեն կարողանում ապահովել ապրանքի մատակարարումն առևտրի ցանցերի հետ կնքված մատակարարման պայմանագրերում նշված ժամկետներում, որի դեպքում ենթարկվում են մատակարարման ենթակա ընդհանուր խմբաքանակի արժեքի 20%-ի չափով տուգանքի եւ զրկվում են չմատակարարված խմբաքանակը հետագայում մատակարարելու իրավունքից։ Բացի այդ, նման իրավիճակները կրկնվելու դեպքում առևտրային ցանցերը սկսում են խուսափել տնտեսվարողների հետ մատակարարման պայմանագրեր կնքելուց։